Multigroup կոնցեռնը շարունակում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ հարկային իր քաղաքականության վերաբերյալ բաց հաշվետվություն ներկայացնել։ Ամփոփելով վերջին 9 ամիսների ցուցանիշները, Multigroup կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Արուստամյանը տեղեկացնում է, որ 2014 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ամիսների ընթացքում Multigroup կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող Բաժնետոմսերով ընկերությունների կողմից պետական բյուջե մուտքագրված գումարի ընդհանուր չափը կազմում է ավելի քան 9 միլիարդ 659 միլիոն դրամ։ Այս ցուցանիշով Multigroup-ը Հայաստանի 10 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Ավանդույթի համաձայն ես կփորձեմ ներկայացնել Գագիկ Ծառուկյանին եւ Multigroup կոնցեռնին պատկանող Բաժնետոմսերի եւ Բաժնեմասերով ընկերությունների կողմից վճարված հարկերի մասին ամփոփ տեղեկատվություն։ Գիտեք, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մենք ամփոփում ենք մեր կողմից վճարված հարկերը եւ ներկայացնում։ Այս անգամ ներկայացնում ենք 9 ամսվա, այսինքն 2014 թվականի հունվար, սեպտեմբեր ներառյալ մեր բոլոր ընկերությունների կողմից վճարված հարկերը միասին։ Ասեմ, որ բոլոր ընկերությունները միասին գումարը կազմում է 9 միլիարդ 660 միլիոն դրամ, որը որ տեղադրելով խոշոր հարկ վճարողների 1000 խոշոր ընկերությունների ցանկում վերցնում է 7-րդ հորիզոնականը։ Եթե նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում Multigroup կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող Բաժնետոմսերով ընկերությունների կողմից պետական բյուջե մուտքագրված գումարի չափը 7 միլիարդ 572 միլիոն 130 հազար դրամ է կազմել, ապա այս տարի այն 2 միլիարդ դրամով ավելի է։ Չնայած այս հանգամանքին կոնցեռնի պատկանող ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող հարկերը ոչ թե ավելացել, այլ ճիշտ հակառակը նվազել են։ Մամուլում շրջանառվող տարատեսակ շահարկումներին վերջ դնելու նպատակով Սեդրակ Արուստամյանը բացում է փակագծերը։ Իրականում հարկերը չի ավելացել, հարկերը ավելացել մի ընկերությունում միայն։ Մնացած բոլոր ընկերություններում շրջանառությունը պակասել է, հարկերը պակասել հետը։ Ավելացել է միայն Onira Club փակ բաժնետիրական ընկերությունում, որի կազմում գործում է խաղատունը։ Ուրեմն խաղատունը բոլորը գիտեք, խաղատների մասին օրենքի փոփոխությունները դեռ 2009 թվականին ընդունվեց օրենքը, որ 40 միլիարդ դրամից ավելի ներդրումների դեպքում նոր կարող է ստանալ խաղատան թույլտվություն Երևան քաղաքից դուրս տարածքներում, տենց էր օրենքը։ Onira Club ընկերությունում ներդրումները կատարվեցին շուրջ 70 միլիարդ դրամ, որը կատարվեց պարոն Ծառուկյանի եւ նրա գործընկերների կողմից արտասահմանյան շուրջ 4 տարվա աշխատանքի արդյունքում արդեն կառուցվեց ամեն ինչը եւ անցած տարվա վերջում հանձնվեց շահագործման խաղատունը։ Եթե այս տարվա վերջին 9 ամիսների ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, ապա ակնհայտ կդառնա, որ այս ընթացքում ավելացել է միայն Onira Club ընկերության կողմից պետական բյուջե վճարած հարկը։ Ասածներս որպեսզի ավելի ապացուցելի լինի, ես կարող եմ ցույց տալ ամփոփ արդյունքները, որտեղ պարզ երևում է։ Նախորդ տարի խաղատունը գործել է Կլեոպատրա ՍՊ անվամբ, որը 9 ամսվա ընթացքում վճարել է 1 միլիարդ 146 միլիոն 586 հազար 200 դրամ։ Այս տարի Onira Club ընկերությունը վճարել է 3 միլիարդ 569 միլիոն 696 հազար 100 դրամ, 2 միլիարդ 400 միլիոնից ավել տարբերություն։ Այդ 2 միլիարդ 400 միլիոն գումարը, երբ որ մենք այս 9 միլիարդից հանենք, արդեն կտեսնենք, որ հարկերը պակասել են, չեն ավելացել։ Multigroup կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող Բաժնետոմսերով ընկերություններից խոշոր հարկ վճարողների թվում են Երևանի Արարատ կոնյակի գինուօղու կոմբինատը, Զվարթնոց Հենդլինգը, Արարատ ցեմենտը, Արբե հայ-բելարուսական առևտրի կենտրոնը, Մագաս Ինվեստ, Multileon եւ ավիասերվիս ընկերությունները, Կոտայք գարեջրի գործարանը։ Պարոն Ծառուկյանի եւ Multigroup կոնցեռնին պատկանող Բաժնետոմսերով ընկերությունների կողմից վճարված հարկերի ամփոփ տվյալներով վերջի տարիների մեր ուսումնասիրությունները ապացուցում են, որ միշտ գտնվել է խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջի տասնյակում։ Սեդրակ Արուստամյանը վստահեցնում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու կոնցեռնին պատկանող բոլոր ընկերությունները հարկային իրենց քաղաքականության մեջ մշտապես լինելու են բաց ու հրապարակային, իսկ հարկային հաշվետվություններում ներառված ամբողջ տեղեկատվությունը հասանելի է բոլորին։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։